Շահութարկի մասին օրենքի հետ կապված բուռն քննարկումներ ազգային ժողովում քվեարկությունը հետաձգվել է։ Կառավարությունը մերժել է շրջանառության հարկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկը միաժամանակ հաստատել սահմանամերձ համայնքների փոխհատուցման Ավետիսյանների գործով իրավահաջորդների փաստաբան Երեմ Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ։ Շիրակի մարզի կամվարչությունը մեղադրել առաջադրել Անուշավան Հարությունյանը։ Դատարանի դահլիճից ազատ է արձակվել կնոջ սպանության մեջ մեղադրվող Արտյոմ Ղազարյանը։ Հրդեհ Գյումրիում տուժածներ չկան, այրվել է կոշկակարի կրպակը։ Անի և մուշ թաղամասերի ջրագծերը հիմնանորոգման կարիք ունեն։ Ինչպես ճիշտ լուսաբանել հաշմանդամություն ունեցող անձանց հետ կապված տեղեկատվությունը խնդրին վերաբերող շնորհանդես Գյումրիում։ Օրվա տեղեկատվությամբ ազդար լրատվականն է Հայք մարզային հեռուստաընկերության ուղիղ եթերում բարև ձեզ։ Կառավարությունը կաջակցի այս տարվա հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում ռմբակոծությունների հետևանքով վնասված տների բնակիչներին։ Այս նպատակով գործադիր այսօր իր պահուստային ֆոնդից մարզպետարանին 2015 թվականի առաջին եռամսյակում կհատկացնի 6 միլիոն 337 հազար դրամ։ Ընդհանուր առմամբ վնասվել է 6 համայնքի 134 բնակչի գույք։ Կառավարությունը գումար է հատկացնում աջակցելով նաև սահմանամերձ համայնքների բնակիչներին և փոխհատուցելով նրանց սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի, սակագնի վարձավճարները, գույքահարկը և հողի վճարները։ Այսօր կառավարությունը մերժել է շրջանառության հարկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկը։ Այսպիսով նախագծերի փաթեթով առաջարկվում էր ներդնել ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորելու կամավորության սկզբունքը։ Սահմանելով, որ առևտրական գործունեության հարկ վճարողը իրավունք ունի ընտրել հարկի 3.5% դրույքաչափի համակարգը և ազատվել ձեռքբերումները փաստաթղթավորելու օրենսդրական պահանջից կամ ընտրել հարկի 1% դրույքաչափի համակարգը, պարտավորվելով պահպանել ձեռքբերումները փաստաթղթերի
թագավորելու օրենսդրական պահանջը։ Օրակարգի 30-րդ հարցը ուրեմն վերաբերվում է ազգային ժողովի պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զորաբյանի, Լևոն Զորաբյանի և Ռուբիկ Հակոբյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված մի քանի օրենքներում փոփոխություններ կատարելու տրված կառավարության եզրակացությանը։ Մասնավորապես վերը նշված պատգամավորները առաջարկություններ են կատարել, ներկայացրել ուրեմն փոփոխություններ կատարել շրջանառության հարկի մասին օրենքում, ինչպես նաև ստուգումների մասին օրենքում նպատակ ունենալով վերջին ժամանակներս երկար քննարկված հարցի ուրեմն տալ իրենց առաջարկած տարբերակը, ասեմ երկու մոտեցում միայն, այն է, որ կամավորության սկզբունք են առաջարկել ներդրին 2.5% հարկել բոլոր այն ձեռքբերումները, որոնց դիմաց փաստաթղթե չկա շրջանառության հարկի մասին օրենքում և շեմը շրջանառության հարկի գործող 58.35 թվականը բարձրացնել դարձնել 100 միլիոն դրամ։ Հաշվի առնելով որ կառավարությունը հենց վերջին ժամանակներս շատ արմատական փոփոխություններ է արդեն հավանության արժանացել և ներկայացրել ազգային ժողովի արմատական փոփոխություններով նախագիծ, այն է և շեմի հարցում, շեմը 113.4 միլիոն դրամ և ուրեմն շրջանառության հարկով հարգման լրիվ նոր կառուցակարգ, ընթացակարգ, այսպես ասած, առաջարկում ենք մեր վերը նշված պատգամավորներին ձեռնպահ մնալ օրենսդրական նախաձեռնության այս քննարկումից և այդ հարցերին անդրադառնալ կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ ազգային ժողով ներկայացված և քննարկման փուլում արդեն գտնվող օրենքների նախագծերի փաթեթների քննարկումների շրջանակներում։ Նշեմ, որ ազգային ժողովը այսօր շարունակել է քննարկել շահութահարկի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին նախագիծը։ Օրինագծով նախատեսվում է, որ տարեկան 50 միլիարդ դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողները կարող են իրենց ապրանքը արտահանել 2% շահութահարկով, իսկ 40 միլիարդ դրամ շրջանառություն ունեցողները 5% շահութահարկով։ Բուռն քննարկումներից հետո շահութահարկի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու քվեարկությունը ազգային ժողովում հետաձգվել է։ Խորհրդարանի Գալուստ Սահակյանը տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին առաջարկել է մյուս շաբաթ քննարկումներ կազմակերպել, իսկ շահագրգիռ պատգամավորներին հրավիրել մասնակցել այդ քննարկմանը։ Արդեն երկրորդ ընթերցմամբ իբրև թե ներկայացված
կառուցելու համար։ Եվ այդ երկիր կառուցողներին համարում են հայրենիքի ճարտարապետներ։ Ես կարծում եմ, որ այստեղ նստած յուրաքանչյուր մարդ այդ ճարտարապետն է։ Եվ մենք այսօր պետք է լծվենք երկիրը կառուցելու, օգնելու գործին։ Եվ ես ձեզ խնդրում եմ, քանի որ այստեղ շատ մարդիկ կան նստած, որոնց ընտանիքի անդամների, չասեմ իրենց, անձնական բարեկամների, բոլորի բիզնեսը կապված է հենց այս նախագծի հետ։ Եվ ես այստեղ ձեր շահերի պաշտպանն եմ նաև կարելի ասել։ Ինքս բիզնես չունեմ։ Որպես հանձնաժողովի նախագահապետի հանդես գայի հարակից եկույցով, բայց որոշեցի, որ անպայման պետք է որպես խմբակցության պատասխան տամ։ Տիկին Բիշարյան ջան, ուրեմն օրենքը քննարկվել է 2 անգամ, մի ամիս անցել է, չէ, բարի եղեք, մասնակցեք, հետո լավ կլինի, եթե մի բանի մասին խոսում ենք, գոնե ցավում եմ, ես կներեք, էլի կյանքում չէի ուզում, բայց պարզապես պետք է մինիմալ այդ բանի մասին պատկերացնեք, թե ինչի վերաբերել է օրենք։ Մենք խոսում ենք ամեն ինչից, բայց բացի բուն օրենքից։ Հիմա եկեք հասկանանք ինչ ենք ուզում անենք, ինչ հնարավորություններ ենք տալիս, հանրագումարը որն է, որ ռեզիդենտը որն է, ռեզիդենտը որն է։ Տիկին Բիշարյան, եթե շատ հարգում եմ, շնորհակալություն ձեր հարգանքի և սիրո նկատմամբ ես փոխադարձ։ Ես խնդրում եմ խանգարեք ինձ։ Ինչ ապացուցել է պետք, պարոն Բագրատյան։ Այդ բանը մասսայական չեն ապացուցում, պետք է զգաք։ Եվ Եվ են մարդը, ով որ գալիս այս երկրում փող է ներդնում։ Ես հետևյալ սկզբունք ունենք և մենք պատասխանություն իրականացնում ենք գործով։ Այն մարդը, որ գալիս Հայաստանի Հանրապետություն փող է ներդնում։ Այն մարդը, որ գալիս է Հայաստանի Հանրապետություն պատրաստի աշխատողի արտադրանքը կարողանում է ինքը տանել, ինքը պետք է լինի համեմատաբար մեկուսների նկատմամբ որոշակի նաև ունենա ոչ թե առավելություն, այլ արտոնյալ վիճակում։ Թե ինչի պետք է ինքը գրած է մեր ընդունված պարոն Բագրատյան և ձեր ժամանակի ընդունված օրենքներով։ Ձեր ժամանակից մինչև այսօրվա եկած օրենքներով 1 միլիոն դրամն է շահութարգից ազատելու օրենքով, հենց առաջի բերած օրենքից։ Բանկից որ տվել է ժամանակվանից 1 միլիոն դոլար է, հիշեցնեմ, պարոն Բագրատյան։ Լսեք նորից
Նորից լսեք հորդորս, նորից են կարծիքին են, որ խոսափողներն են, մեղավոր, որ ձեզ տանում են պատերազմի։ Դրա համար պատահական չէր, որ այնպես ստացվեց կամ այդպես մտածվեց, որ քվեարկությունը կհետաձգվի մի ավելի պարտեզ ժամանակ, պիտի հորդորեմ պարոն Այվազյանին հաջորդ շաբաթի մեջ մի քանի քննարկումներ կազմակերպել նորից, թող մասնակից դառնան շահագրգիռ կողմերը, հատկապես պարոն Բագրատյանը, Տիկին Բիշարյանը և մնացած ովքեր ցանկանում։ Արծվիկին չեմ ասում և նույնի ասեմ չասեմ մասնակցելու է։ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ ևս մեկ պատգամավոր լքել է ԲՀԿ խմբակցությունը։ Իր դիմումի համաձայն խմբակցությունը լքել է Մուշեղ Պետոյանը։ Նա մեծամասնական կարգով ընտրված պատգամավոր է թիվ 36 ընտրատարածքից։ Սկուտերով լի գետնին թափված կարտոֆիլ կառավարության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ այս կերպ իրենց բողոքն են արտահայտել գյուղնախարար Սերգո Կարապետյանին։ Վերջինս ասել էր, թե աղջիկն ու կարտոֆիլը իրար նման են, հենց ուզեմ պետք է տաս։ Այսօր այս մարդիկ պահանջել են նախարարից ներողություն խնդրել։ Ես հանդիպել եմ կառավարության շենքի առջև հավաքված ակցիայի մասնակիցներին, լսել եմ նրանց։ Ափսոսանք է մտնում, որ ակամայից խոսքս որպես վիրավորանք է ընկալվել։ Այդուհանդերձ, եթե որևէ մեկին վիրավորել եմ, ապա հայցում եմ նրանց ներողամտությունը, ասել է Սերգո Կարապետյանը։ Պահում եք, հետո նոր երբ որ պետք ասես, ասում եք արդեն արի։ Են էլ ասում արդեն էլ չեն վերցնում, բերք չացրել ես։ Երբ որ գնորդը գալիս է, պիտի ապրանքը տաս։ Են որ տես խոսքը, աղջիկա ուզող գալիս է, պիտի տաս։ Բողոքի ակցիան վերաբերում է գյուղնախարարի երեկվա արտահայտությանը, որ աղջիկ կարտոֆիլը և կնոջը համեմատել էր, չնայած կարծում եմ, որ շատ նեղանալու բան չկա, որովհետև ամեն մարդ իր կրթական ցենզը և մակարդակը ունի, և ամեն մարդու համար կինը ասոցացվում է ինչ-որ մի բանի հետ, եթե կինը նորմալ տղամարդու համար ասոցացվում է եթերային հասկացության հետ, ապա միգուցե այս տղամարդու համար մանկուց կինը կարտոֆիլի հետ նույն համեմատական կարգով է համեմատվում։ Մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը 27 տարին լրացած և զորակոչից ապօրինաբար խուսափած երիտասարդները կարող են հանգիստ վերադառնալ, չենթարկվելով քրեական պատասխանատվության։ Զորակոչից խուսափած քաղաքացիների
նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու նպատակով արդեն 5-րդ անգամ օրենսդրական փոփոխություն է կատարվում։ Օրենքը հնարավորություն է տալիս պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին վերադառնալ, մուծել համապատասխան վճարը և ազատվել քրեական հետապնդումից։ Դաշնակցության մոտ 1000 անդամ մեկնելու են Արցախ, այցի շրջանակներում Դաշնակցության բյուրոյի և Գերագույն մարմնի պատասխանատու անձինք ազատամարտիկներ մասնակցելու են Արցախում Սումգայիթյան ողբերգության միջոցառումներին։ Նախատեսված է հանդիպում նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի երկրի ղեկավար անձնակազմի հետ։ Նախատեսվում են այցելություններ նաև զորամասեր, դիրքեր։ Այցը կրում է Արցախը գերխնդիր է կարգախոսը։ Եթե երկրում ծավալվող քաղաքական իրադարձությունները ժամանակին չկասեցվեր, ապա 2015-ի փետրվարին կկրկնվեր 2008-ի մարտի 1-ի դեպքերը, այսպես են կարծում մասնագետները։ Ըստ քաղաքագետների և պատմաբանների վերլուծությունների երկրում ներկա պահին չկա կայուն ընդդիմություն, իսկ եթե ընդդիմադիր դաշտը չի ներկայանում հստակ ծրագրերով և գործելակերպով, դա նպաստում է իշխանությունների լճացմանը։ Ներկա պահին երկրում քաղաքական իրավիճակը կայուն է գնահատվում, եթե ժամանակին չկասեցվեր ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից ծավալվող իրադարձություններն, ապա դրանք այլ ընթացք կստանային, ասում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։ Հայաստանը աշխարհի երևի թե այն միակ երկրներից է, որտեղ իշխանությունը սոցիալական բազա չունի։ Բայց պարադոքսալ իրավիճակ, մենք այսօրվա դրությամբ իշխանությունների շնորհիվ չունենք նաև կազմակերպված և հզոր ընդդիմություն։ Պատմաբան Արտակ Հովհաննիսյանն էլ երկրի ներքաղաքական իրավիճակը բնութագրում է բնականon, այնինչ կատարվում է ընդդիմության և իշխանության միջև բնորոշ է բոլոր զարգացող երկրներին, ասում է նա, ավելացնելով միայն թե ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանամետ քաղաքական ուժերի կողմից ձեռնարկվող քայլերը լինեն ողջախոհ և դուրս չգան օրենսդրական ու սահմանադրական շրջանակներից։ Քաղաքական պրոցեսներում օրինաչափ է դաշտի մեջ փոփոխությունները, դիրքորոշումների փոփոխությունները, կուսակցությունների առաջարկում, լուծարում, միավորում, կոալիցիայի մեջ մտնել, դուրս գալ, իշխանամետ լինել, ընդդիմադիր լինել, կարծում այս ամեն ինչը նորմալ քաղաքական տրամաբանության շրջանակներում է։ Ըստ քաղաքագետի երկրի ներքաղաքական իրավիճակով պայմանավորված կարելի է ենթադրել, որ երկրում ձևավորված ընդդիմությունը ոչ կայուն է, ոչ էլ կողմնորոշված։ Գագիկ Համբարյանը չի պատկերացնում, թե ինչ ասել է երրորդ ուժ, խոսքն այս դեպքում ԲՀԿ-ի մասին է։ Քաղաքականության մեջ ես երբևիցե չեմ տեսել երրորդ ուժ։ Երրորդ ուժ կարող է լինել փիլիսոփայության մեջ,
մատերիալիզմի եւ իդեալիզմի կողքին կա դուալիզմ, բայց քաղաքականության մեջ երրորդ ուժ ես երբևիցե չեմ տեսել։ Այլընտրանքային ուժ հասկացությունը մի փոքր բարդ է ընկալման առումով։ Կա ընդդիմություն, կա իշխանություն։ Այլընտրանքը պետք է հասկանանք ինչին է ուղղված։ Իշխանության այլընտրանք, ընդդիմության այլընտրանք, որտեղ հակառակ պարագայում կարող ենք հասկանալ երկուսն էլ։ Փետրվարի առաջին կեսում ընդդիմության կողմից իրականացվող քայլերը, որոնք ինչպես ժողովուրդներ կան խորհրդում, կարծես թե հասնելու էր հանգուցալուծման, կտրուկ շրջադարձի հետևանքով այլընթացք ստացան։ Փետրվարի 25 կայանալիք հանրահավաքի ու նախատեսվող այսպես ասած իշխանափոխության հետ մեծ ցույցեր կապած ժողովուրդը ևս մեկ անգամ հիասթափություն ապրեց։ Հոտ սնդեց, ինչպես պայթեց ԲՀԿ-ն, այնպես էլ պայթեց ժողովրդի հույսերը, այսինքն այդ փետրվարի 20-ի հանրահավաքը, որի միջոցով ժողովուրդը ցանկանում էր իշխանափոխություն կազմակերպել, Եթե երկրի ներսում քաղաքական ուժերը, այդ թվում եւ իշխանություն եւ ընդդիմություն ստապ չեն վերլուծում իրավիճակը, նրանք դառնում են օգտագործող գործիք այլ ուժերի ձեռքում։ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերը կրկնվեր, թե ոչ դժվար է ասել, բայց այն, որ երկրի ներքաղաքական կյանքում անորոշությունները շատ են, դա միանշանակ է։ Աղդասարյան Խաչատուր Գևորգյան, Ազդարար։ Շիրակի մարզի քննչական վարչությունը շարունակում է մեղադրանքներ ներկայացնել 2015 թվականի հունվարի 15-ին Գյումրիում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցներին։ Փետրվարի 26-ին քննչական բաժին է հրավիրվել Գյումրու բնակիչ Անուշ Հարությունյանը։ Վերջինիս առաջադրվել է մեղադրանք Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի առաջին եւ երկրորդ կետերով։ Խափանման միջոցը ընտրվել է ստորագրությամբ երկրի չբացակայելու տարբերակը։ Մեղադրանքի համաձայն Անուշ Հարությունյանը 2015 թվականի հունվարի 15-ին Գարեգին Նրդե փողոցում մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը եւ խուլիգանական գործողությունների արդյունքում շուրջ 1 ժամ խանգարել է տարածքի բնակիչների եւ սպասարկման հաստատությունների բնականոն աշխատանքը։ Անուշավան քննչական վարչություն ներկայացել էր մենակ առանց փաստաբանի, քանի որ ըստ նրա մինչ այս պահը կարողանում է իր իրավունքները պաշտպանել։ Նշենք նաև, որ Անուշ Հարությունյանն այսօր պետք է մեկներ Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի։ Նրա խոսքերով տոմսը գնել էր 3 փետրվարի 25-ին։ Այսօրվա տոմսս է թռիչքս նախատեսված է ժամի 3-ին 5 պագաս, քանի որ կանչել են քննչական վարչություն, տոմսս հետ եմ տվել,
թրիշկս հետաձգվել է անորոշ ժամանակով գնում էին Նիժնի Նովգորոդ աշխատելու համար իշխոր մեր բոլոր հայերը առաջի անգամ որպես վգահարցակնվել էի հունվարի 17-ին ժամը կանչել են քննչական որպես կասկածյալ հարցակնվելու եկել ներկայացել եմ որպես կասկածյալ հարցակնվել եմ վերջում մեղադրանք առաջադրել են հասարակական կարգը կոպիտ խախտելու համար որ մեղավոր չեմ ճանաչել միջոցը ստորագրություն չհեռանալու համար Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ փաստաբան Երեմ Սարգսյանը Facebook-ի իր էջում հայտարարություն է տարածել սպանության վերաբերյալ քրեական գործով։ Հայտարարությունում ասվում է մեջբերում է։ Հաշվի առնելով սույն թվականի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության դեպքի հասարակական հնչեղությունը և դրանից հետո լրատվական տարբեր միջոցներով բազմիցս տարածված այն տեղեկատվությունը, որ բազմաթիվ այլ փաստաբաններ նույնպես պատրաստ են այս քրեական գործի շրջանակներում անվճար ներկայացնել տուժողների իրավահաջորդների շահերը, դեռևս փետրվարի 14-ին Գյումրի կատարած այցի ժամանակ տուժողների իրավահաջորդների հետ քննարկումների արդյունքում հանգել ենք այն համոզմունքին, որ ցանկալի է, որպեսզի սույն քրեական գործով տուժողների իրավահաջորդների շահերի ներկայացուցիչությունը իրականացվի փաստաբանական խմբի կողմից։ Վերոնշվածից ելնելով տուժողների իրավահաջորդներ Լուսինե Ավետիսյանը, Անահիտ Կոշտոյանը և Եգոր Ադամյանը Հայաստանի Հանրապետությունում գործող քրեական մասնագիտացմամբ բոլոր այն փաստաբաններին, ովքեր պատրաստ են նույնպես անվճար հիմունքներով սույն քրեական գործի քննության ընթացքում ներկայացնել իրենց շահերը, առաջարկում են 077 50 35 17 093 38 35 98 հեռախոսահամարներով կապ հաստատել իրենց հետ հետագա քննարկումներ և համաձայնություն ձեռք բերելու համար։ Լինում են դեպքեր, երբ տղամարդը կորցնելով ինքնատիրապետումը ակամա դառնում է մարդասպան։ Խոսքը այս դեպքում վերաբերում է 2013-ին Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասով դատապարտված Արտյոմ Ղազարյանին։ Նա մեղադրվել է կնոջը Ցողիկ Այվազյանին խեղդամահ անելու մեջ։ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2013-ին կայացրած վճիռը բողոքարկվել է Հայաստանի Հանրապետության քրեական վերաքննիչ դատարանում։ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է սույն գործի վերադատաքննությունը։
Արտյոմ Ղազարյանին կնոջը սպանելու մեղադրանքով գործը կրկին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում է, բայց արդեն ոչ թե Հայաստանի Հանրապետության քրեականորեն զգրկի 104 հոդվածի առաջին մասի, այլ 105 հոդվածի առաջին մասի հատկանիշներով, ինչպես նշում է ամբաստանյալի շահերի պաշտպան Աննա Դավթյանը, նախորդ դատական քննության ընթացքում հաշվի չի առնվել Արտյոմի հոգեբանական վիճակը և նա ճանաչվել է մեղսունակ։ Հետազոտության արդյունքում փորձագետները տվեցին նորից նույն եզրակացությունը ըստ էության չժխտելով նախկին եզրակացությունը, որ իրոք Արտյոմ Ղազարյանը գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում։ Ըստ մեղադրական եզրակացության Արտյոմ Ղազարյանը նկատել է կնոջ արտահամուսնական սիրային կապն այլ տղամարդու հետ, համոզված լինելով վերոհիշյալ փաստով դեպքի օրը վիճաբանության մեջ է մտնում կնոջ ցողիկի հետ։ Վերջինս սկսում է ծաղրել նրան ու սպանում ամուսնուն խոհանոցային դանակով։ Արտյոմն էլ վրդովված կնոջ դավաճանությունից ու սպառնալիքներից բռնում է նրա պարանոցից, գցում գետին ու խեղդամանում նրան։ Մինչ այդ կինը ձեռքի դանակով հասցրած հարվածներով Արտյոմին վաճառում է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Վերավորակավորում ստացած գործի դատաքննության ընթացքում ամբաստանյալը պնդեց նախաքննության և նախորդ դատական նիստերի ընթացքում իր տված ցուցմունքները, որ ինքը չի ցանկացել դիտավորյալ սպանել կնոջը և որ զղջում է կատարվածի համար։ Նախկինում գործով ձեռք բերված ապացույցներն ու վկաների ցուցմունքները հիմք ընդունելու մասին միջնորդությամբ հանդես եկան ամբաստանյալի փաստաբանը մեղադրող կողմը։ Դատարանը բավարարելով դրանք անցավ դատական վիճաբանությունների փուլին։ Դուժոտ Ցողիկ Այվազյանը հանդիսանալով Արտյոմ Ղազարյանի փաստացի կինը դրսևորել է հակաբարոյական վարքագիծ, պարբերաբար և երկարատև ժամանակահատվածում վերջինի նկատմամբ գործադրել ծավալցանակ, բռնություն և ծանր վիրավորանք, ինչի կապակցությամբ առաջ եկած երկարատև հոգեճնշող իրավիճակի հետևանքով հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում Արտյոմ Ղազարյանը վիճակվել է նրա հետ, որի ժամանակ ձեռքերով բռնել է վերջինի պարանոցից, գցել է հատակին և շուրջ 10-ից 15 րոպե տևողությամբ կոկորդը սեղմելով խեղդամահ է արել, սպանել նրան։ Մեղադրող Կարեն Գաբրիելյանն առաջադրված մեղադրանքով միջնորդեց ամբաստանյալին դատապարտել 3 տարի 6 ամիս ժամանակով։ Փաստաբան Աննա Դավթյանը ևս մեկ անգամ նշեց, որ իր պաշտպանյալին ինքն համարում է անմեղ, քանի որ կնոջ կողմից բազմիցս դավաճանված ու ծաղրուծանակի ենթարկված տղամարդը, որքան էլ նա համբերատար լիներ, մի օրի վերջո կկորցներ համբերությունը։ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածը նախատեսում է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանության հանցակազմը և այդ հանցակազմը բնութագրելիս օրենսդիրը ի նկատի է ունենում դժողի կողմից գործադրած բռնություն
Աննա Դավթյանը իր պաշտպանական ճառով միջնորդեց Արտյոմ Ղազարյանին ազատ արձակել հենց դատարանի դահլիճից։ Հիմք ընդունելով նախորդ դատական նիստի ընթացքում գործով ձեռք բերված ապացույցներն ու վկաների ցուցմունքները դատարանը որոշեց. Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի Բաղդասարյան Խաչատուր Գևորգյան ազդարար Հրդեգյումրիում փետրվարի 26-ին ժամը 9:56-ին Շիրակի մարզի փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Գայի փողոցում այրվում է տնակ, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Տեղում պարզվել է, որ հրդեհվել է կոշկակարի կրպակը։ Հրշեջ փրկարարները 10-35-ին հանգցրել են հրդեհը։ Այրվել են կրպակի փայտե կառուցատարերը 6 քառակուսի մետր մակերեսով։ Հրդեհի պատճառները ճշտվում են։ Անի և խաղամասերի ջրագծերը քայքայվել են և հիմնանորոգման կարիք ունեն, չնայած այն հանգամանքին, որ դրանք կառուցվել են 88-ին հաջորդած տարիներին, այնուամենայնիվ շարքից ամբողջությամբ դուրս են եկել։ Սրանով պայմանավորված քաղաքի այդ հատվածներում մեծացել է ջրագծերի վթարների թիվը։ Փետրվարի 25-ից Շիրակ ջրմուղկոյուղի Փակ-Բաժնետիրական ընկերությունը սկսել է Եղիշե-Չարենց 31 հասցեում գրանցված վթարի վերացման աշխատանքները։ Դրանք շարունակվել են նաև փետրվարի 26-ին։ Երեք մենք ամբողջությամբ աշխատել ենք հնարավորին չափ փակել փականները, բայց ջրահոսքը չի դատարել, ճնշումը նույնն է, այսինքն տեղադրված փականները ամբողջությամբ 100% չեն փակել, ջուրը դրա համար ստիպված ճնշումը իջեցրել ենք, որպեսզի կարողանանք վտարը վերացնել։ Ջրահոսք խել ենք, իսկ այսօր կատարում ենք հիմնանորոգում, որպեսզի հետագայում նորից պրոբլեմները չկրկնվի։ Շարունակում ենք թողարկումը, ինչպես ճիշտ ներկայացնել և ինչ տերմինաբանությամբ լուսաբանել հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ առնչվող հարցերը։ Փետրվարի 26-ին ԱԳԱ հատուկ կարիքներով կանանց կենտրոնում տեղի ունեցել ԶԼՄ-ներն ու հաշմանդամությունը ծրագրի շնորհանդեսը։ Ծրագրի կազմակերպիչների խոսքերով իրենց նպատակն
է եղել բարելավել Շիրակի մարզի լրատվական դաշտի որակը, հաշմանդամության հետ կապված թեմաներ և հաղորդումներ պատրաստելիս և լուսաբանելիս, բարձրացնել հասարակության իրազեկվածությունը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ։ Ծրագրի շրջանակներում հրատարակվել է ուղեցույց ԶԼՄ-ների ներկայացուցիչների և հաշմանդամություն ունեցող անձանց համար, որը պատասխանատուների նպաստելու և վերջիններիս առնչվող թեմաները ճիշտ լուսաբանելու։ Կազմակերպվել են նաև դասընթացներ Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի լրագրության և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի հեռուստառեժիսուրայի և կինոօպերատորության բաժնի ուսանողների, Շիրակի մարզի հեռուստաընկերությունների լրագրողների, Գյումրիում հաշմանդամություն ունեցող անձանց հետ։ Ինչ վերաբերում է տերմինաբանությանը, սա աճող զարգացող օրգանիզմ է, մենք էլ անընդհատ հետևում ենք, որովհետև լեզվի տեսությունը շատ արագ փոփոխվում է, շատ արագ նորամուծություններ են տեղի ունենում, մենք էլ փորձում ենք անդադար հետևողական լինել, որպեսզի այդ նորամուծությունների հետևական դժգոհությունները առաջացնում հաշմանդամություն ունեցող մարդկանց շրջանակներում, մենք փորձում ենք այդ խնդիրները բարձրացնել, ինչը տեղի ունեցավ սահմանափակություններով մարդիկ տերմինի դեպքում, այս մարդիկ բողոքեցին հաշմանդամություն ունեցող մարդիկ, թե մենք սահմանափակություններ չունենք, այս դեպքում շատ ավելի նպատակարար է օգտագործել հաշմանդամություն ունեցող մարդիկ։ Չի կարելի ասել, որ միանակ շատ են խեղաթյուրումները, բայց դաշտը բաց է։ Եվ հիմնական ծրագրի նպատակը սա էր, երբ որ ծրագիրը մենք կյանքի կոչեցինք, հիմնական նպատակն էր, որպեսզի կարողանանք իրազեկենք լրատվական դաշտին և լրատվական դաշտի աշխատողներին հաշմանդամության հետ կապված տերմինների ճիշտ օգտագործմանը և վերացնել այն բոլոր կարծրատիպերը, որ հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացնում են որպես զոհի կամ ասենք որպես հերոսի, և հիմնականում կարելի ասել, որ ծրագիրը հաջողված է։ Մենք կարող ենք հիմա մեր խնդիրների մասին բարձրաձայնել լրատվությանը և ճիշտ ձևով բարձրաձայնել։ Ճիշտ ձևով կարող ենք հանդիպել տարբեր մարդկանց, տարբեր կառույցի մարդկանց հետ։ Շնորհակալություն դասընթացի համար։ Ուզում եմ հավաստագիր հանձնել Ցագերստան Գերուսյանը, շնորհակալություն, որ միշտ բաց եք և կարող եք համագործակցել հասարակական կազմակերպությունների հետ։ Այս գարունը նախորդի համեմատ ցուրտ կլինի, սպասվում են նորմայից ավելի տեղումներ, լրագրողներին ասել է հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը։ Նրա խոսքով բավական ռիսկային է լինելու մարտ ամիսը, իսկ ինչ վերաբերում է հնարավոր ցրտահարությանը, ապա ըստ նրա կանխատեսումներ անելու համար դեռ վաղ է։
Պետրոսյանի խոսքով փետրվար ամսին շրջաններում ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 1-ից 2 աստիճանով։ Ինչ վերաբերում է առաջիկա 2 օրերի եղանակային կանխատեսումներին, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտ ամսվա ջերմաստիճանը կանխատեսվել է նորմայից բարձր 1-ից 2 աստիճանով, տեղումների քանակը ևս նորմայից ավել։ Առաջին տասնօրյակում սպասվում է նորմայի սահմանում, դրանից հետո ակնկալում ենք, որ տեղումների քանակը նորմայից բարձր կլինի։ Եթե համեմատենք անցած տարվա մարտի հետ, ապա նախորդ տարի ավելի տաք մարտ ենք ունեցել, ասել է Զարուհի Պետրոսյանը։ Պերուական հեռուստաալիքներից մեկի նկարահանող խումբը տեսագրել է բացառիկ կադրեր, որոնցում երևում է մայրաքաղաք Լիմայի երկնքում թռչող մանուշակագույն չբացահայտված թռչող օբյեկտ։ Ուշագրավ տեսագրությունն արվել է քրեական հետաքննության մասին պատմող հաղորդման նկարահանումների ժամանակ։ Դրանում երևում է, թե ինչպես է չբացահայտված թռչող օբյեկտը պտտվում շինհրապարակի վերևում։ Նկարահանող խմբին այնքան է հետաքրքրել մանուշակագույն օբյեկտը, որ նրանք առանց վարանելու տեսանկարահանել են այն։ Ականատեսները պատմել են, որ օբյեկտը պտտվել է նույն մոտ 2 ժամ։ Պերուացիների մի մասը կարծում է, որ դա այլ մոլորակայինների թռչող ափսե է, մինչդեռ մյուսները կարծում են, որ մանուշակագույն օբյեկտը ընդամենը անօդաչու սարք է։ Սա էր մեր թողարկման վերջին լուրը, շնորհակալություն մեզ հետևելու համար առայժմ։